Դարձանք, ես ուզում եմ կարևոր լուր հայտնել, այսինքն չհայտնել, ենթադրում եմ հրապարակված է լուրը, աշխատատեղերի նոր վիճակագրությունը հրապարակել ենք արդեն։ Ամեն դեպքում 2025 թվականի սեպտեմբերի դրությամբ մենք առաջին անգամ պատմականորեն Հայաստանում գրանցված եւ աշխատավարձով ապահովված աշխատատեղերի թիվը հատել է 800,000-ի սահմանը, պատմականորեն երբեք մենք նման թիվ չենք ունեցել եւ կազմել է սեպտեմբերի դրությամբ 805,687։ Մեր ուշադրությունը հրավիրում եմ այն փաստի վրա, որ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աշխատատեղերը գրանցված ավել են 37,140-ով կամ 4.8%-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի համեմատ 222,912-ով կամ 38%-ով։ Այսպիսով կարող ենք արձանագրել, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում ստեղծվել են ավելի քան 222,000 աշխատատեղեր։ Շատ կարևոր է նաև վիճակագրություն, ներողություն, այդքան աշխատավարձով ապահովված աշխատատեղեր, որովհետև մեր վիճակագրությամբ ես տենց էլ դա բարդ եմ հասկանում, թե ինչի համար է, բայց կան աշխատատեղեր, որոնք 0 աշխատավարձով են ապահովված, դա առանձին թեմա է, հիմա կարծում եմ դրա մասին չարժի խոսել։ Այստեղ հաջորդ խնդիրը կա, տեսեք, հարգելի գործընկերներ, մի կողմից աշխատատեղերի աճ է տեղի ունենում, մյուս կողմից մենք ասում ենք, որ Հայաստանը դինամիկ զարգացող երկիր է եւ սա ճշմարտություն է, բայց կա նաեւ այսպիսի մի իրականություն, երբ որ մարդիկ հասկանալիորեն հարց են բարձրացնում, ասում են, որ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր աշխատում են, աշխատող են, բայց իրանք չեն ապրում բարեկեցիկ կյանքով։ Իհարկե, այս թեման նորություն չի եւ այս թեմայի մասին մենք շատ ենք մտածել, ես ինքս էլ շատ մտածում եմ եւ դրա մասին կիսվել եմ վերջին շրջանում շատ հաճախ։ Այստեղ պիտի էլի համարձակություն վերցնեմ ասելու համար, որ սա արդեն որակավորման եւ կարողությունների խնդիր է, որովհետեւ աշխատավարձը, որևէ աշխատավարձ, բացի իհարկե կառավարության քաղաքականությունները կապ ունեն սրա հետ, եւ մեր քաղաքականությունները իմիջայլոց շատ հենց նպաստավոր են եղել, որովհետեւ ուզում եմ հիշեցնել, որ հիմա մենք, չգիտեմ պատմականորեն դա նվազագույնը, բայց համենայն դեպս 2018 թվականից հետո մենք էականորեն Հայաստանում եկամտային հարկը իջեցրել ենք։ Եռահարկ, այսպես ասած, եկամտային հարկը, որը 36%, 26% եւ 23%։ Մենք նախ համահարկ դարձրինք եւ հիմա Հայաստանում եկամտային հարկը 20% է։ Այսինքն սա նշանակում է, որ այն ավել տոկոսները մնացել են մարդկանց մոտ, այդ գումարները։ Եվ մեր բոլոր տնտեսական վերլուծությունները ինչ են ցույց տալիս։ Ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում, կներեք այդ կոպիտ ձևակերպման համար, տնտեսությունում փող կա։ Հետևաբար արդեն աշխատուժի անհատի փոքր եւ միջին բիզնեսի կարողություններից է նաեւ մեծապես կախված, թե այդ փողի շրջանառությունից ինչ հատված են մարդիկ կարողանում վերցնել։ Այստեղ է աշխատանքի արդյունավետությունը, բիզնեսի կազմակերպման արդյունավետությունը, կրթությունը, շարունակական անձի կարողությունների շարունակական զարգացումը եւ այլն եւ այսպես շարունակ։ Բնականաբար նաեւ մեր քաղաքականությունները, բայց մեր քաղաքականությունները ցույց են տալիս, որ դրանք զարգացմանը նպաստող քաղաքականություն են, հակառակ դեպքում է զարգացումը որտեղից, տնտեսական աճը որտեղից։ Ընդ որում ամեն անգամ, երբ որ Հայաստանում տնտեսական աճը տեղի է ունենում, էլի փորձ է արվում կապել ինչ որ արտաքին գործոնների հետ։ Այդ արտաքին գործոնները գալիս գնում են, տնտեսական աճը մնում է, նշանակում է այնուամենայնիվ ինչ որ բան, ինչ որ ֆունդամենտալ գործոն կա, որ այդ տնտեսական աճի կայունությունը պահում է։ Էդ էլ է պետք է ասել, մենք երջանիկ չենք մեր տնտեսական աճի կառուցվածքով, որովհետև մենք տեսնում ենք, որ հիմնականում մեր տնտեսական աճի կառուցվածքի մեջ սպառումը
շատ էական շարունակում է շատ մեծ եւ էական դեր ունենալ եւ մենք բայց կներեք սա էլ է էլի քաղաքականությունների հարց իհարկե այս դեպքում մեր տնտեսության կառուցվածքում էլ հիմա առաջիկայում տեղի են ունենալու ֆունդամենտալ փոփոխություններ մասնավորապես հիմա մենք տեսնում ենք գոհունակությամբ պետք է արձանագրենք որ Հայաստանը քայլ-քայլ շրջափակում է հաղթահարում արդեն երկու օր քննարկվում է որ Ադրբեջանը հայտարարեց դեպի Հայաստան արտահանման սահմանափակումների վերացման մասին եւ ես միջազգային հարթակում Թբիլիսիում տեղի ունեցած մետաքսի ճանապարհ համաժողովի ժամանակ իմ գնահատանքն եմ արտահայտել Ադրբեջանի նախագահի այս որոշման կապակցությամբ եւ ողջունել եմ այդ որոշումը նույնը ուզում եմ անել նաեւ այստեղ որովհետեւ դա շատ կարեւոր որոշում է եւ դա ցույց է տալիս որ Վաշինգտոնի հռչակագիրը եւ ձեռքբերված պայմանավորվածությունները դրանք ընդհանրապես ինչպես փորձ արվում որոշ տեղերում ներկայացնել ընդհանրապես միայն դեկլարացիա չեն, այսինքն դրանք դեկլարացիա են, բայց որը իր հետ բերել է կոնկրետ արդյունքներ։ Ես ձեզ մի նման բան ասեմ, հարգելի գործընկերներ, որովհետեւ տեսեք, երբ որ մեր որևէ գյուղում կրակոցի ձայն է լսվում, հաջորդ օրը ամբողջ սոցիալական ցանցերում բուրըն քննարկվում է, չէ՞, թեման։ Բայց որ մեր գյուղում արդեն որևէ գյուղում երկար ժամանակ կրակոցի ձայն չի լսվում, դա բնականաբար ոչ մեկ չի քննարկվում, ոչ մեկ ամեն օր չի վեր կենում, ասում վայ, այսօր էլ մեր գյուղում կրակոցի ձայն չլսվեց, այսօր էլ չլսվեց, այսօր էլ չլսվեց, բայց մենք ամեն օր այդ ինֆորմացիան ունենում ենք։ Ամեն օր այդ ինֆորմացիան ունենում ենք։ Եվ սա շատ կարևոր է, այսինքն մենք այս պարամետրերը պետք է տեսնենք, կշռենք, որպեսզի նաև մենք դինամիկան տեսնենք, մենք ուր ենք գնում, մենք շարժվում ենք, թե չենք շարժվում։ Ես երեք ազգային ժողովում էլ ասացի։ Մարդիկ կան խոսում են, ասում են Հայաստանը կործանվում է, էս ալնում, մեն ալնում։ Այդ մարդիկ ուղղակի չգիտեն Հայաստանը։ Մարդիկ կան եւ իրոք իմ ասածի մեջ քաղաքական քննադատություն չի այնքան ինչքան իրադրությունը հասկանալու փորձ։ Որտեւ Հայաստանում կան ինստիտուտներ, կազմակերպություններ, քաղաքական փիլիսոփայություն, որը ինքը ապրում է Հայաստանի կործանման բանաձևի մեջ։ Այսինքն իր հարաբերության ձևը, իր գործունեության ձևը, իր գործունեության օբյեկտը կործանվող Հայաստանն է։ Եթե Հայաստանը չի կործանվում, գործունեության դաշտ չկա։ Հետևաբար գործունեության դաշտ գոնե մի քիչ ապահովելու համար պետք է հիմնավորել, որ Հայաստանը կործանվում է, բայց ոնց որ էտել արդեն չի ստացվում եւ երեկվա ընդդիմության դատարկ տեղերով խորհրդարանական դահլիճը դրա մասին է վկայում, որ արդեն էտել չի լինում հիմնավորել։ Բայց ամեն դեպքում ես չեմ ուզում, որ մենք նաեւ ինքնամոռացության մեջ ընկնենք, մենք երբեք ոչ մի մարտահրավեր չենք կարող չնկատել։ Էդ էլ եմ ասում, այդ ռեժիմից էլ է պետք դուրս գալ, որ կառավարությունը մի ինստիտուտ է կամ իշխանությունը, որը ամեն օր պետք է ապացուցի, որ ամեն ինչ փայլուն է, անդիմությունն էլ հակառակը ապացուցի։ Ոչ, մենք պետք է մեր խնդիրների մասին խոսանք, նախ որ հանրությունն իմանա, որ մենք գիտենք այդ խնդիրների մասին։ Որտեւ երբեմն կարա տպավորություն ստացվի, որ մենք խնդիրների մասին տեղյակ չենք, էլի կաբինետներում փակված, այտենց ոչ մի բանից տեղյակ չենք։ Ես ձեզ վստահ ասում եմ, որև մեկը Հայաստանի խնդիրների մասին չգիտի, այնքան ինչքան մենք։ Բացառված բան է, որ այդպիսի իրավիճակ լինի։ Եվ վերադառնալով